7 տարի առաջ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր վարչապետերին համոզում էր ու հավաստիացնում էր, որ առանց 3 միլիոն վարչապետի տեղեկացնելու Արցախի խնդրում որևէ լուծման չի գնա։ Սակայն նոյեմբերի 9-ին 20 թվականին ծածուկ թաքուն բունկերից կնքեց կապիտուլյացիոն առաջին ակտը։ 7 տարի առաջ մայիսի 9-ին մեր եռատոնին Ստեփանակերտում Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը լրագրողների հարցինի պատասխան ասում էր. իսկ ով է ասում, որ Արցախը գերտերություն չէ։ Այսօր ասում է Արցախը երբ ա եղել հայկական։ Արցախն Ադրբեջան է։ 2019 թվականի օգոստոսին վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը Ստեփանակերտում հայտարարում էր Արցախը Հայաստան է եւ վերջ, այսօր Ալիևից ավելի ջանասիրաբար է ապացուցում, որ Արցախը միշտ եղել է ադրբեջանական։